Գնալով ընդհանուր մոլորակային իրավիճակը շարունակում է վատթարանալ, մարդկությունը մտել է այսպես տուրբուլենտության մի շրջան, երբ որ ճգնաժամը գնալով խորանում է, նա սկզբից տրվեց որպես գոյություն ունեցող տնտեսական, ֆինանսատնտեսական համակարգի ճգնաժամ, հետո պարզվեց, որ դա ամբողջական է, համակարգային է եւ բխում է մարդկության որդեգրած արժեհամակարգերից։ Հիմա այդ ամենը ինչ այսպես արտաքին դրսևորումներ ունենում, մենք տեսնում ենք։ Ուրեմն մի կողմից լուրջ առճակատումներ քաղաքական եւ ռազմաքաղաքական բնագավառում կապված թվում է թե Ուկրաինայի հետ, թվում է թե ասում են, որտեղ խորքային իմաստով Ուկրաինա գոյություն չունի։ Նույնիսկ Ռուսաստանը այստեղ վերցված է որպես մի հրապարակ, որը թույլ է տալիս կոնսոլիդացնել աշխարհակարգը պահպանելու ուժերը, այն ուժերը, որոնք փորձելու են պահպանել գոյություն ունեցող աշխարհակարգը։ Մյուս կողմից գնում է կոնսոլիդացիա աշխարհակարգը փոխելու ուժերի, դա տեղի ունենում լրիվ ուրիշ հարթության մեջ, ֆինանսատնտեսական հարթության մեջ BRICS-ի երկրները, Լատինական Ամերիկայի երկրների կոնսոլիդացիան, ուրեմն BRICS-ի հետ կապեր փնտրող Մերձավոր Արևելքի, Ասիայի ուժերը։ Այս ամենը ստեղծում է այն դաշտը, որը ուղղված է միտված է մեկ բանի՝ փոխելու գոյություն ունեցող աշխարհակարգը։ Այս իրավիճակից ելնելով մենք անդադար ճգնաժամից մյուս ճգնաժամն ենք անցնելու, մինչև այս երկու տենդենսների բախումը չբերի կամ վախճանին գոյություն ունեցող աշխարհակարգի եւ նոր աշխարհակարգի ծնունդի, որը դեռ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպիսին է լինելու։ Ուրեմն եւ կամ հին աշխարհակարգը հաստատելու է իրավունքը ապրելու, բայց դա շատ դժվար այսպես բան է, այսպես երևի անկարելի բան է, որովհետեւ հենց ճգնաժամը առաջացած է նրա այսպես գործունեության։ Հիմա ինչպես միշտ մարդկության առաջ երկու հարց է, մեկը փորձեցի ներկայացնել, մարդկության եւ ամեն երկրի, ամեն ժողովրդի առջեւ ինչ է կատարվում, այդ այսպես ընդհանրական պատկերը ես ձեզ ասացի, եւ երկրորդը ինչ անել։ Հիմա այդ ինչ է կատարվում մեր դեպքում շատ ավելի այսպես առարկայական բաների է վերածվում, որ Հայաստանը ամեն բարկյան կարող է հայտնվել երկու հարթություններից մեկում, կամ քաոսի շրջանում, եթե այդ երկու ուժերի բախումը ուրեմն բերի նրան, որ մեկը որոշի Հայաստանը քաոսի մեջ խորտակելով, ինչպես քաոսի մեջ խորտակվեց Ուկրաինան, խնդրեմ են ստեղծել մյուս ճամբարի համար։ Կամ երկրորդը կարող է հարված հասցվել էլի մեկ ուժից մյուս ուժին, փորձելով փակել ուրեմն կովկասյան կոմունիկացիոն միջանցքը։ Այսինքն դրա մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, Ուկրաինայի մարտահրավերներին ամենաէֆեկտիվ պատասխանը Ռուսաստանի եղել եւ մնում է մեկը, ինչ որ առիթի հետևանքով, ասենք թե ինչ որ սրացման հետևանքով Ղարաբաղյան գոտում կամ ինչ որ ուրիշ պատրվակով զորք մտցնել եւ փակել կովկասյան կոմունիկացիոն միջանցքը, դա կբերի ուրեմն լուրջ պատասխանի եւ լուրջ խնդիրների հակառակորդ ուժերի համար։ Հիմա այս բոլորը որ նկարագրեցինք, ուրեմն անցնենք Հայաստանի ինչ անել խնդրին եւ ճիշտ ասած դա կապակցված է մարդկության ինչ անել խնդրի հետ, բանն այն է, որ այս փոթորկը վերջնականապես ապացուցեց, որ այն գործիքը, որով գործում էր, գործիքները, որով մարդկությունը թվում էր, թե կարգավորում էր գործերը, այդ գործիքը այսպես մարդկությանը չէ, մարդկանցը չէ, դա ուրիշ համակարգեր է, որը մարդուն դեմ են փաստորեն գործում։ Էլի մարդկային են, բայց մարդկային խորտ որակների վրա կառուցված համակարգեր, որը նկատի ունեմ, պետությունները եւ միջազգային կառույցները։ Պետությունները շատ անգամ ոչ թե իրեն ժողովուրդների կամքն են կատարում, այլ ամեն ուրիշ բան, ուրիշ տեղից թելադրված, ուրիշ տրամաբանությամբ։ Շատ դեպքերում մենք չենք տեսնում եւ տեսնում ենք դա որպես այսպես, ասենք թե մեր պետությունը երբ որ այդպիսի բաներ է անում, մեր թալանչի օլիգարխիան, որը եկել է ուրեմն իշխանության, այդ օլիգարխիան կատարում է մեր երկրին դեմ քայլեր, որտեղ իր շահերն է պաշտպանում։ Իրականում երկու բան միաժամանակ եւ համաշխարհային օլիգարխիան, որը այդ ամբողջ թողոբոհը սարքել է, որ իր հնարավորությունները պահպանի, եւ ուրեմն մեր ներքին օլիգարխիան, որը սպասարկում է այդ օլիգարխիային եւ ինքն էլ իր շահերն է պաշտպանում։ Ուրեմն պետությունները ամբողջ աշխարհով մեկ, եթե ինչ որ կասկած կար, օրինակ եվրոպա-ռուսական կոնֆրոնտացիան հիմա բխում է ոչ Ռուսաստանի ժողովրդի շահերից, ոչ եվրոպական ժողովուրդների շահերից։
Այն ինչ որ կատարվում է Ուկրաինայում, նույնպես Ուկրաինայի ժողովրդի հետ որևէ կապ չունի, բայց այդ ամենը զարգանում է եւ դրա գլխին կանգնած են մի կողմից պետությունները, մյուս կողմից միջազգային կառույցները։ Ինչ էլ խոսենք, ում էլ մեղավոր գտնենք, այս մի երկիր ավելի շատ էր մեղավոր, այն մեկը պակաս, կարևոր չի, կարևորագույնը հետեւյալն է։ Այն համակարգը, որ մարդը ստեղծել է, պետություն եմ ստեղծել, որ իմ գործերը նորմալ տանի։ Եթե նա ի վիճակի չի, ուրեմն դա իմ գործիքը չէ, կամ իմ գործիքն է, որը էֆեկտիվ չի։ Եթե ես Գերմանիայի պետություն եմ ստեղծել, Գերմանիայի ժողովուրդը, ինձ պետք չի կոնֆրոնտացիա Ռուսաստանի հետ, ինձ պետք չի, որ Ուկրաինայում բախումներ լինեն, ինձ պետք չի, որ Ամերիկա-Ռուսաստան կոնֆրոնտացիա գնա։ Եթե այս ամենը տեղի է ունենում, ուրեմն իմ ստեղծած գործիքը լավը չի։ Ինչքան էլ մեղավոր լինեն ուրիշները, թող ելքեր փնտրի։ Եվ այդպես է ամեն ժողովրդի դեպքում։ Ուրեմն մի կողմից պետությունները չեն կատարում, իրականությունը հետևյալն է, նրանք չեն կատարում ժողովուրդների կամքը։ Նրանք իրականացնում են միջազգային օլիգարխիայի եւ ուրեմն այս շրջանակից պետք է դուրս գալ։ Ուրեմն ժողովուրդները պետք է սովորեն իրենց պետությունները վերցնել վերահսկողության տակ։ Եվ երկրորդը, այդ ուրեմն ինչ որ ասեցի, դա միջազգային կառույցներն է վերաբերում։ Ես ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականությունում վերջի տարիներին, այսինքն 25 տարի է ինչ որ մեզ մոտ նվազում է, Ղարաբաղյան շարժումը բերեց այդ կամքի, սեփական մտքի եւ սեփական նպատակների կտրուկ աճի, հետո պետականության առաջի շրջանում դա էլի գոյություն ուներ, իսկ հետո անդադար մարելով հասել է զրոյական վիճակի։ Մենք չունենք ոչ սեփական նպատակ, որևէ, ոչ ուրեմն սեփական կամք, ոչ սեփական միտք։ Մեզ բաներ են առաջարկում, մենք արձագանքում ենք։ Այդ իմաստով մեր ուրեմն դերակատարումը այսօր զրոյ է։ Բայց իրականում մեր դերակատարումը կարող է հսկայական լինել շատ կարճ ժամանակաշրջանում։ Այսօր արդեն հարցադրումները կատարվում են, եւ ես շատ կարեւորում եմ դա։ Ինձ ոչ թե հետաքրում է 100 հայից այն 99, որը համարում է, որ Հայաստանը վերջացած է, անիմաստ է, կորած է, մարդը վհատված է, մարդը չի տեսնում ելքեր եւ այլը, այլ այն մեկը, որը շատ լավ տեսնում է երկու կարգավիճակ կարևորագույն մեզ համար։ Մեկը ներքինն է, այ որ ասեցի, ժողովուրդները չեն կարողանում պետությունները ստիպել աշխատել իրենց վրա։ Պետությունները աշխատում են ժողովուրդներին դեմ, բոլոր պետությունները։ Ուրեմն մենք այդ բանը տեսել ենք, գիտենք ոնց պետք է անել, որ պետությունը աշխատի ժողովրդի վրա, որ ժողովուրդը սեփական միտքը, կամքը, սեփական կազմակերպման ձևերը ունենա եւ պետությունը լինի գործիքներից մեկը իր ձեռքում։ Դա եղել է 88-ից 90 թվականին։ Զարմանալի, ես ասում եմ ժամանակ, որ նույնիսկ անկախություն չունեինք, բայց այդ պետությունը կիսա, որ կար, ուրեմն կիսապետական վիճակում, շատ ավելի ինքնուրույն էր եւ այլը, որտեղ մեր ժողովուրդը կազմավորել էր իր համակարգը եւ այդ պետությունում չկար ոչ մի կաշառակեր, ոչ մի։ Այդ վիճակն ենք ստեղծել։ Ուրեմն սա մեկ։ Մենք կարող ենք ցույց տալ դա ինչպես է պետք անել։ Օրինակ Ուկրաինայում շատերը նմանացնում են, ասում են, այլ Ուկրաինան արեց նույնը։ Բացարձակապես այդպես չի։ Ուկրաինան մի կոպիտ սխալ արեց Ուկրաինայի ժողովուրդը, ընդվզեց, բայց հատվածով, ամբողջական չեղավ, հետո մի հատվածը մյուսի դեմ ուղղեցին։ Մեր նոր ընդվզումն էլ պետք է հստակ հասկանանք։ Հիմա մեր ազատամարտիկները, մտավորականության մի լայն շրջանակներ ասում են ոտքի կանենք, շատ ճիշտ են ասում։ Հակառակ դեպքում նույնիսկ մեր այն իշխանավորը, որ ազնիվ ձևով որոշել է այլևս չգողանալ, որտեղ իշխանավոր, որ ընդհանրապես չի էլ գողացել, համարյա չունենք։ Եվ ուզում է հիմա երկրին ծառայել, նա ի վիճակի չի, նա հազար ճնշման տակ է, որպեսզի նա կարողանա այդ բանը անել, մեր ժողովուրդը պիտի ոտքի կանգնացնի, նրան ասի ես ուրեմն քեզնից պահանջում եմ այս բանը, որ նա էլ աշխարհի տերերի առաջ այդ միջազգային օլիգարխիային կարողանա ներկայացնի, ասի ճար չունեմ, տեսեք ինչ վիճակ է։ Եվ այսպես, եւ դա եւ պարտադրելու, իսկ 99-ն էլ չեն ուզում են շարունակեն գողացությունը, ուրեմն նրանց պարտադրանքի համակարգ է պետք։ Այդ ուրեմն մեկը մենք գիտենք ոնց անենք եւ կարող ենք ցույց տալ աշխարհի ժողովրդին։ Սա առաջինն է։ Եվ երկրորդը, մենք ունենք հսկայական միջազգային համաշխարհային գանձ, որը համ մերն է, համ աշխարհին է, որը մեր ողբերգության արդյունք է, բայց ունենք։ Մենք ունենք հայություն, որը աշխարհի հանգույցային բոլոր երկրներում էապես ներկայացված է։ Հենց մենք ամբողջականացրեցինք հայությունը, որը հիմա հա խոսում է, համ մենք ենք գերհզոր դառնում, համ մարդկությանը կարող ենք մատուցել այն ծառայությունները,
որ ուրեմն նրանք չեն կարող ինքնուրույն կայացնել։ Ես ճիշտ ասած որոշ այսպես ռուսների եւ որոշ եվրոպացիների հետ այս վերջերս խոսելու ուկրաինական ճգնաժամի ժամանակ մի քանի անգամ ասել եմ, չեք կարողանում Ուկրաինայի ներսում գտնեք մտավորական մարդիկ, որ հեղինակություն ունեն, որոնք քաղաքականության մեջ չեն, այդ թողոբոյի մեջ չեն, քաշչուկի մեջ չեն։ Եվ այդ ուժերը իրար հետ բանակցելով, այն կողմներ ներկայացնելով, Ուկրաինան հանեն այդ վիճակից։ Եթե դուք ի վիճակի չեք անել, մենք կարող ենք դա անել հայությամբ։ 600,000 հայ ունենք այնտեղ եւ ուժեղ դիրքորոշում եւ իշխանական համակարգում, Կիևյան համակարգում, արևմտյան համակարգում եւ արևելյան։ Բայց ուրեմն նրանք այդ մարդիկ ուրեմն չտվեցին այդ պատվերը եւ հայությունն էլ հիմա ամբողջական չի, որ այդ իր լիազորությունները օգտագործի։ Ուրեմն այս երկու բանը եւ մեր գանձն են եւ աշխարհի եւ մենք իրավունք չունենք այսպես այս վիճակում մնանք, բայց ես այս ասելով իրավունք չունենք, դիմում եմ այն 100-ից 1-ին, որովհետեւ այն 99 ոտքի կկաղնեն, երբ որ այդ մեկերը սկսեն աշխատել։ Այդ 99-ը կորցրած մարդ չեն, այդ որ ասում էի 100-ից 1-ն է այսօր այդ վիճակում։ Նրանք ուղղակի այդ վիճակում են այսօր։ Ռուսաստանից եւ Ամերիկայից ավելի բարձր է աշխարհում հաստատված արժե համակարգը։ Այդ արժե համակարգը ստեղծել եւ պահպանում է համաշխարհային օլիգարխիան, որը հիմնված է մի բանի վրա։ Կուտակիր փող, դրա հիման վրա իշխանություն, դրա հիման վրա նոր փող եւ այլն։ Եթե դուք համաշխարհային տենդենսները նայեք, կտեսնեք, փողի կուտակումը ամենահարուստների ձեռքում աշխարհում շարունակում է, մեծանում է։ Ճգնաժամը բացարձակապես չի ազդել խոշորագույն կորպորացիաների եկամուտների վրա։ Բոլորը կորցնում են, նրանք ավելացնում են։ Այսինքն այդ բևեռացումը ամենաշատի ու բազմության մեծանում է աշխարհում։ Մենք հիմա պետք է հասկանանք, այդ մարդիկ, այն ինչ որ համաշխարհային օլիգարխիայի շատերից անունները չգիտենք էլ, գիտենք նրանց գործիքները, պետությունները, միջազգային կառույցները, այդ գործիքները գիտենք արդեն անուններով, ազգաններով։ Նրանք չեն կարողանում դուրս գան դրա թելադրանքից, շատերը չեն էլ ուզում, իրանք գործիք են եւ իրենց լավ են զգում եւ աշխատում, մարդկությունը բերում են շատ խորը նոր ճգնաժամի։ Խուսափելու համար պետք է այդպիսի քայլեր կատարել։ Առնվազն այսօր հարցը այսպես է դրված, որ վերացել ժողովրդին ծառայող համակարգի, որտեղ ես ասել եմ, մենք դա արել ենք, մենք գիտենք, որ դա հնարավոր է։ Բայց միևնույն ժամանակ անկասկած մարդկությունը առաջ է գնում, այդ կառավարման համակարգերը, կառավարման ֆունկցիան արդեն պետք է տարալուծվի։ Պետությունը ինչով է տարբերվում մյուս կառույցներից։ Իշխանություն իրականացնելու ֆունկցիան կենտրոնանում է, ասենք թե 1-2%-ի ձեռքում, որոնք կոչվում են պետական չինովնիկներ, պետական ծառայողներ եւ այլը, մյուս ամբողջ ժողովրդի ֆունկցիան կառավարման ըստ էության մենակ նրանում է, որ գալիս է 5 տարի մեկ ինչ որ թուղթ է թողնում, միտեղ հաշվում են այդ թուղթը, մյուստեղ չեն էլ հաշվում եւ հայտարարում են ընտրությունների արդյունք։ Այս ամենը բերում է մեծ մանիպուլյացիաների եւ ժողովուրդները բոլոր տեղերը սրա դեմ ընդվզում են։ Նրանք ուզում են ամենօրյա վերահսկողության առնվազն նաեւ մասնակցության ֆունկցիա կատարեն։ Այսպիսի համակարգեր մենք ձևավորել ենք 88-ին սահմանային վիճակում, հիմա հնարավոր է շատ ավելի կատարյալ վիճակում եւ մարդկությունն էլ այդ ուղղությամբ է գնում։ Այսօր շատ առաջ են գնացել այդ ուղղությամբ Լատինական Ամերիկայի երկրները եւ նրանց հետ այսպես հատուկ հարաբերությունների երևի հնարավորություն է ստեղծվել նաեւ մեզ համար։ Ուրեմն մադրիդյան սկզբունքները ճիշտ ասած անընդունելի են վաղուց։ Մադրիդյան ներողություն, Մինսկի գործընթացը անընդունելի է։ Այսինքն ընդունելի է իմաստով, որ աշխարհի տերերը մեզ ասել են այսպիսի գործընթաց կա, պետք է մասնակցեք։ Լավ, մասնակցում ենք։ Բայց եթե 92 թվական, երբ առաջի անգամ դա առաջարկվեց, Հայաստանը շատ լավ գիտեր, որ դա իր համար ըստ էության ոչինչ է, եւ ինքը պետք է իր քաղաքականությունը տանի եւ մենք տանում ենք այդ քաղաքականությունը, ես մի քանի անգամ ձեզ պատմել եմ, ուրեմն կոնֆեդերատիվ Ադրբեջան ստանալու, կոնֆեդերատիվ Վրաստան եւ այդ բոլորը միավորելու որպես Կովկասյան կոնֆեդերացիա, Կովկասյան միություն, այդ բանաձևով էին գնում եւ այդ բանաձևը շատ խոստումնալից էր եւ տարածաշրջանի ժողովուրդների զարգացման համար եւ ամեն ինչի։ Հետո չգիտես ինչու մենք դա մոռացանք, շպրտեցինք մի կողմ, սկսեցինք միայն այդ մադրիդյան սկզբունքներով ներողություն, Մինսկի գործընթացով բանանել, որը մի սկզբունքներից անցնում էր մյուսին, մեկը մյուսից մեզ համար խայտարակ։ Հիշենք, որ այդ գործընթացի շրջանակում է մեզ առաջարկվել Մեղրիի փոխանակման տարբերակը, որը մեր ժողովրդի համար ավարտ էր, երկրի, պետության եւ ժողովրդի։ Հիմա այդ գործընթացում Մինսկի իհարկե Մադրիդյանը նույնպես անընդունելի է։ Ինչ կարելի է անել այսօր։ Ժողովուրդները նորից կարող են սեփական քաղաքականությունը վարել դրանից դուրս։
Ժողովուրդները պետությունների վիճակի չեն, ոչ Իլհամ Ալիևը, ոչ Սերժ Սարգսյանը ի վիճակի չեն ինքնուրույն քայլանել։ Նրանք այնպիսի ակցիաների մեջ են, որ անմիջապես ուղղակի կոչնչացվեն։ Եվ այդպիսի վիճակում են քաղաքական էլիտայի ոչ միայն իշխող, այլ քաղաքական էլիտայի ճնշող մեծամասնությունը։ Հիմա բայց ժողովուրդները ունեն մտավորականություն, ունեն խղճի շատ մարդիկ, ունեն տարբեր գործիչներ եւ այլն։ Եվ նրանք կարող են իրար մեջ սկսեն կոնտակտները եւ գալ ուրիշ տիպի բաների։ Այ ես դրա համար ասեցի, շատ վատ է, որ Լևոն Հայրապետյանը հայտնվել է այսօր բանտում, որովհետև Լևոն Հայրապետյանը մեր եւ Ադրբեջանի համար այդպիսի երկխոսություններ կազմակերպելու հստակ լծակներից մեկը։ Եվ ոչ միայն մեր եւ Ադրբեջանի։ Լևոն Հայրապետյանը միջազգային շատ խոշոր միջնորդ է։ Անկախ նրանից նամարկային անկասկած թերություններ ունի, ես չեմ էլ զարմանա, որ նա ասենք թե պարզի, որ ինչ-ինչ խախտումներ կատարել է, բայց չեմ կարծում, որ ավել կամ ռուսական որևէ մի այլ մեծահարուստ, որտեղ այն ժամանակներում ամեն ինչ էլ լինում էր։ Հիմա ինչու է այս վիճակը կանգնել, բոլորիս համար պետք է հստակ լինի, որ անընդունելի է, որտեղ դա պոտենցիալ է։ Եվ այդպիսի ներուժ էլի կա, եւ ես կարծում եմ այսօր Կովկասյան այդ մտքերին վերադառնալ եւ այդ շրջանակում նաեւ քննարկել պետությունների կառուցման ձևերը, մասնավորապես ուրեմն ժողովուրդների ազատությունը պետության շրջանակում։ Ասենք Ադրբեջանում կա լեզգիներ, թալիչներ, նրանք հնարավորություն ունենան ազատ զարգանալ։ Այսինքն երկիրը դա անպայման չի պետությունով բանանի։ Կարող է մի երկիրը մի քանի պետությունների մեջ բաժանված է։ Օրինակ լեզգիների երկիրը բաժանված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև։ Նրանք պետք է կարողանան երկիրները եւ ժողովուրդները ազատ զարգանան։ Պետությունները չպետք է խոչընդոտ լինեն։ Ես սրանով չեմ ասում վերացնել պետությունները, բայց պետությունները այնպես պետք է կառուցված լինեն։ Միջազգային հարաբերությունները այնպիսին պետք է կառուցել, որպեսզի դա չխանգարի։ Բայց դրան խանգարում է այդ համաշխարհային օլիգարխիան, որի համար կոնֆլիկտները կառավարման լծակ է։ Նրանք կոնֆլիկտները ավելացնում են այսօր ոլորակի վրա, չեն նվազացնում։ Մեզ դրա համար պետք է սովորել աշխատել ժողովուրդներով։ Իսկ ժողովուրդները կարող են աշխատել, երբ որ կազմակերպված են հատուկ ձևով։ Ինչը հիմա Հայաստանում սկսված է։ Ես մի քանի անգամ ասել եմ եւ կրկնում եմ, մտավորականության լայն շրջանակներ հայության մեջ նաև գործիչներ տարբեր սկսել են եւ իրականացնում են Հայք ծրագիրը, հայությունը ամբողջականացնելու նպատակով Հայք կամ Հայաստան, եւ երկրորդը հայությունը ամբողջական, որպես եւ երկրորդը այդ մոբիլիզացումն է ժողովրդի, որ սեպտեմբերին ամբողջ ժողովուրդը Հայաստանի դուրս գա հրապարակ։